քանի որ դուք ժամանակ առ ժամանակ սուր քննադատում եք իշխանությունների վարած քաղաքականությունը, ձեզ վերջի շրջանում հրավիրել են հանրային հեռուստաընկերություն։ Անկեղծ ասած կդժվարանամ հիշել վերջի անգամ երբ են հրավիրել, վերջի անգամ երբ են մասնակցել, բայց չեմ հիշում այդպիսի դեպք, որ մերժած լինեմ, բացի վերջի դեպքի պատրաստ էի գնալու, միակ դեպքը, երբ ասել եմ հնարավոր չի մասնակցությունը, դա եղել է իմ գործընկերոջ նկատմամբ անբարեխիղճ մոտեցումից հետո, երբ որ մարդուն բառացիորեն, այլ տեսակետ հայտնող նոր արարություն, նոր միտք, նոր գաղափար բերած մարդուն, բառացիորեն լեզվախեղդ էին անում, հերթ չէին տալի խոսելու, Գարիգինը Միսկարյան մեր թիմը երբ ներկայացնում էր, մասնակցել է ՀՄԷԿ-ի քննարկումներին ու ուղղակի, բայց մենակ Գարիգինի մասին չի խոսքը, բոլոր մարդիկ, ովքեր իրական ընդդիմություն են ներկայացնում, այնպես չի որ չեն հրավիրում են, հատուկեն դեպքեր է, երբ կարողանում են ինչ-որ միտք ու խոսք արտահայտել, բայց ճնշող մեծամասնության պետք է ես պիտի խնդրեմ նրանք, ովքեր կասկածում են բացեն այդ բանավեճերը ու տեսնեն, թե ինչպիսի համաժամանակյա բազմակողմանի հարձակում է տեղի ունենում, որտեղ զուգահեռաբար խոսում են նրանք, ովքեր Նիկոլ Փաշինյանի մոլի երկրպագուներ են, որպես էքսպերտներ անկախ ներկայանում, այդ թևը եւ երկու լրագրողները միաժամանակ ինչպես են խանգարում, թույլ չեն տալի, որպեսզի այլ ընդդիմադիր հայացք ունեցող նոր, ամենակարևորը, նոր միտք ու գաղափար բերող մարդուն հնարավորություն չեն տալի խոսելու, եւ սա ակնհայտ է։ Նույն վերաբերմունքը, եթե նայեք օրինակ Պետրոս Գազարյանի եթերում, եթե ընդդիմադիրների մասին է խոսքը, անընդհատ ընդհատելու, անընդհատ խանգարելու, անընդհատ ծաղրական, այսպես հեգնական տոնով հետը խոսելու, թույլ չտալու, որ միտքը ավարտի, այսինքն միտքը չի կարող պատասխան լինել այո կամ ոչ։ Պատասխանը պիտի լինի ողջամիտ ու բացատրի ինչու ոչ եւ ինչու այո։ Եվ այսի պարագայում որևէ հնարավորություն շանս չեն տալի նորմալ միտքը ձևակերպելու հնարավորություն տալու։ Նու նորից առանձին բացառություններով եղել են դեպքեր, երբ որ տենց բաներ ադալժենի են արել, թույլ են տվել, որ մարդը միջև վերջ միտքը իր արտահայտի։ Դա էլ պիտի հասկանանք պատճառը որն էր։ Այս իմաստով մենք չենք դրանից էլ առաջ, երբ իրավապաշտպան գործունեություն էր իրականացնում, այն ժամանակի չէին։ Երբ որ հասկանում են, որ կա սուր քննադատություն, այդ ժամանակ էլ չէին հրավիրում, վերջի փուլում արդեն իմ աշխատանքի, այնպես որ նոր զարմանալի ոչինչ չկա, իրենց օգտագործում են այդ հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ, օգտագործում են ոչ միայն իրենց ձեռքի տակ եղած ոստիկանություն, ազգային անվտանգության ծառայություն, որոնք գնում են օրինակ հոգևորականների տները գիշերվա կեսին ծեծում են ու այսպես մտերմիկ զրույցի են հրավիրում օրինակի համար, իրենց գործիքակազմը մարդկանց գաղտնալսելու, տեսագրելու այդ գործիքը մի կողմից են օգտագործում են նաև ՀՄԷԿ-ը իրենց նորից, սա շատ կարևոր է հասկանալ, այո, կառավարության գործունեությունը պիտի լուսաբանվի, բնական է, դա շատ նորմալ է, բայց երբ որ կրոնական մի կազմակերպության դեմ բառացիորեն հակասահմանադրական, հակակոնվենցիոն, հակաիրավական, ասելա թե քրեորեն պատժելի գործողություններ են իրականացում, եւ դա լուսաբանվում է եւ դա ներկայացնում է հանրությանը, եւ ներկայացում է որպես նորմա, որպես ճիշտ վարքագիծ, որպես միակ ճիշտ վարքագիծ, սա նորմալ չի։ Սա բոլոր գրված, չգրված օրենքներին հակասող է։ Սա միայն մեր ներպետական օրենքներին չի հակասում, սա նաեւ կոնվենցիաներին է հակասում, որով մեր Հայաստանը պարտավորություններ ունի եւ ամոթալի է, երբ մարդիկ, ովքեր որ տարիներ շարունակ աշխատել են տարբեր ոլորտներում, սկսած էքսպերտներ են եղել տարբեր ոլորտներում կամ պաշտպանել են տարբեր մարդկանց, օրինակ, չգիտեմ, տարբեր կրոնական կազմակերպությունների մեկ անձի խախտված իրավունքի համար պայքար են մղել, այսօր արդարացում են ՔՊ-ի աշխատանքը ՀՄԷԿ-ով ուղղված, օրինակ Հայ-առաքելական եկեղեցու դեմ։ Սա շատ ամոթալի է, միջազգային գործընկերներ, որոնք մեկ ցանկացած այլ կրոնական կազմակերպության հետևորդի խախտված իրավունքների համար գալիս են այստեղ մեծ դիլեգացիաներով, այսօր մի ամբողջ եկեղեցու նկատմամբ, ազգային եկեղեցու նկատմամբ հետապնդում կա եւ հարձակում կա եւ վայրակ հարձակում կա ու որևէ ձեն ու ծպտում չկա ու սա նշանակում է, որ մենք մեզ վրա պիտի վերցնենք այդ պատասխանատվությունը, անգամ գիտակցելով, որ որևէ առարկայական պատասխան այստեղից չենք ստանալու, որտեղ դա հնարավոր չի, բազմաթիվ նորից պիտի ասեմ, բազմաթիվ դեպքեր են եղել, երբ շատ առարկայական, շատ հիմնավորված ներկայացրել են տարբեր գործընկեր կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ, անհատներ, ներկայացրել են բողոքներ դատախազության եւ դատախազությունը մեղմ ասած օրենքի տառից չի բխել գործողությունները։ Մենք էլ ենք հասկանում, որ արձագանքը adekvat չի լինելու, բայց դա ոչինչ չի նշանակում։ Սա ուղղակի հերթական իրենց ապագա մեղադրանքների հիմքում դրված փաստաթղթեր պիտի լինեն։ Սա շատ հստակ մտածված գործողություն է, եւ պիտի իմանան նաեւ գլխավոր դատախազը,
ու նորից ես շատ ափսոսում եմ, որ այդքան գիտելիքը, այդքան կարողությունները օգտագործում են նրանք, ովքեր որ ուղղակի մարդկայնորեն են մասնագիտորեն են փչացնում մարդկանց, մարդկայնորեն են փչացնում, հանցակից են դարձնում տարբեր process-ների, պիտի իմանան, որ անձնական պատասխանատվության է ենթարկվելու։